4-րդ հարցը։ Ստեղ շատ մոտիկ մի հատ էլ Արարատ բանկ կա։ Որտեղ է կարաք ասեք։ Այստեղից ես ոնց պետք է գնամ, որ ընկնեմ 2-րդ Արարատ բանկը։ Անպետք հարց է, չէ՞։ Եկեք ես դալանից մտնենք, դուրս գանք Աբովյան ու գնանք որտեղից սկսեցինք ես ամբողջ պատմությունը։ Գնացինք։ Կինո Մոսկվան է երևում, ստեղ սրճարան, ռեստորան, պատիո, հա? Եկը գրեք, չէ, պատիոն ինչա, չգիտեմ, պատիո, ես մի տարաշն է վարձով ատրվում, կայլանատ է ռեստորան ստեղ դնել, ու դուրս են գալու հին երևանցու փողոց, այս պատիոյի ամառային մասնա, ստեղ էլ ինչ-որ սենց պատմություն է, այս վարձով ատրվում, ստեղից սենց տեսարանը, այս ձախ կողմին է CDFK-ի գլխի շենքն է, այս մի շենքը փնթի Աբովյանի վրա է դուրս գալիս, առջևում էլ ինչ-որ լրված շինարարություն է, իսկ այս կողմը Իբիսն է, ընդեղ Պուշկինի փողոցն է, այ հետաքրքիր է, ես չեմ հիշում, այս դալանը, որ անցնենք Աբովյան դուրս էր գալի, Լալայանց փողոցը նախկին, այս առաջի պլանում էլ Իբիսի նախանձի ենթակա ավտոկայանը, Պուշկինը, ու սենց շունչները չկտրվի, սենց տեսարանը։ Հիմա ես կոմից փորձենք, երևի։ Կարող է իմանաք, ես կանգարը Իբիսինն է, ես պարքինգը, մենակ իրենց մեքենաներն է։ Իբիսի սեփական պարքինգ։ Շո, Իբիսի սեփական պարքինգն է։ Ինչու եք ավտոկայանը։ Իհարկե կարող են, ոչ մի գաղտնիք չկա, ես անջատ եմ ասում։ Այլի, սենց էլ դուս կգանք Աբովյան, ցենտրը։ Ստեղ ես որ նավես է, եթե հիշում եք Սովետի վաղտից մի մոմենտ Թիֆլիս ռեստորան եղավ, իմիջալուց Էլի Բեկյանի նկարներով մեջը։ Իսկ այս հատվածում, այդ երևի մենակ ես հիշեմ, այս դռնից մտնում էինք, սա հսպիչասն էր։ Ես էլ Իբիսը։ Այս կողմը արդեն ԱՕՔՍ-ի շենքն է, որը սեփականաշնորհել են։ Դերում եք ինչ լավ խնամում են։ Ստեղ էլ ցիտիկների համար սարքել են։ Բայց սրանք մեծ մասը չգիտեմ, խի դատարկ են ալնում։ Ինչով է պայմանավորված։ Բայց այս սպիտակները տգեղացնում է, չէ՞ մի տեսակ ծառերին, չէ կազարմայի տեսք է տալի։ Բայց նայեք, հին շենքը էլի աղակալել է։ Այս հանելուքը տենց էլ, այս էլ կողքը են երևանյան նեպի ժամանակվա կառուցած շենքը, այն որ հետևից նայեցինք տենց անշուք էր։ Այսօր չէ, այսօր այն մեկը հետևից նայեցինք այն մի շենքը։ Նայել է նեպի ժամանակվա շենք։ Հեսա կմոտենանք։ Հեսա մյուս նեպի ժամանակվա շենքը։
Իսկ այս Փարիսի հետևն էլ ավելի բարեկարգ Երևանը, այդ են կիսատ թողած շինարարությունն է։ Ստեղ նայեք ֆագել են, ռեմոնտ են անում մեջը, երևի էլի պետք է հանձնեն։ Հա, վարզ է։ HSBC բանկին են հանձնում վարձով։ Դրա համար վերանորոգման աշխատանքներ են անում։ Դե այն մասն էլ նոր մոտարապես ընդեղ էինք։ Ու այն կողմից էլ եկանք։ Ես աստեղ HSBC-ին կլնի, վերևը սրճարան Պասկուչի, ամենավերևն էլ հələ հայտնի չի։ Իջնենք Աբովյան փողոց։ Օ, Ազնավուրի հրապարակը մահացու տեսք ունի։ Արևը նկատի ունեմ։ Բայց գնանք են մայթ։ Այս Երևան հյուրանոցը, նկարիչների միությունը։ Չէ, այս մասն ամենակ վախենալու տենց արևոտ շատրվանները ափսոս չեն աշխատում, իսկ ստեղ լրիվ նորմալ է։ Հով է, հեսա մի հատ ջուր կխմենք, ոչ մի սարսափելի բան չկա։ Ինգի ցանած ջրի որակը Չնայած 5 էլ կարելի էր դնել։ Չէ, 5-ից ցանած։ 5-ը մեր բակի ջուրն է։ Սարոն է էլի, Հայկոն, այն հետևը հիշում եք նորակառույց շենքը։ Ու մենք էլ դե այն կողմից եկանք։ Ոնց, 6-ին 10 փոքրս, ես պայմանավորված եմ, ժողովուրդ կներեք։ Այս հանդիպումը Մոսկովյանում էր։ Այս էլ Բոյով Բուսովի պատվերով։ Ծիրանի ծառը։ Ուշացրեցի իհարկե, բայց չեմ կարծում, որ երբևէ պտուղ են թողել վրան։ Այդ ցոգոր ժամանակ հաստատ սաղ փոկած էր։ Հիմա դեպի Պուշկին փողոց, ոտքով։ Են էլ մեր ծանոթ շունն է։ Նիկոլաս էր, ոնց էր են մեկի անունը, մյուսն է Միշել էր, ոնց էր, չեմ հիշում լավ, են ինչ է, լողանում է։ Ես հասանք Արամ Խաչատրյանի արձանի մոտ, օպերան, ստեղ ինչ-որ միջոցառում է ոնց էր թե, Բոհեմ, այս Բոհեմը գնում է, 26-ին, չէ, արդեն անցել է, 3-4 էր, հիշում եք եղել ենք Բոհեմը, տեսել ենք։ Մի հատ Ֆրանսիայի հրապարակն ցույց տամ։ Ահա։ Այնտեղը անցա Գևորգ եկավ, թարս էր։ Էնան։ Գիտարը քոքեց։ Հա, դե այսօր հələ ինձ թվում է կլսենք Գևորգին մի քիչ գային ինչպես միշտ ստեղ է ու իջնենք պրոսպեկտով, մենակ չեմ, դրա համար մանրամասն այսօր չեմ գնա, սենց մեկ-մեկ հասանք Պուշկինի հետ Խաչմերուկ, այս ուղղությամբ Մաշտոցն է, դեպի օպերա, ընդեղ մի հատ շենք է երևում, նորակառույց վերևը։
Այս Պուշկինը դեպի կոմպոզիտորների տուն։ Ու նայեք այս աղբը մաքրած է, թափել են։ Ու Մաշտոցը դեպի, ասենք, փակ շուկա։ Ու սենց հայ ժողովուրդ։ Ստեղ ապտեկա, ափսոս, լավ գաստրոնոմ է ստեղ։ Դե հիմա տենց որոշվեց, ինչ անես։ Այն մի անգամ ես որ պիցերում էի, Դավիթը ստեղից էր նկարել ես, բալկոնը որ կա, հետո 90 եկավ մոտը, մի րոպե զանգ են տալի։